Խնդիրները Վահանաձև գեղձի ցավոք սրտի բավականին շատ են, աճել են։ Իսկ քաղցկեղները ինչքան հարաբերակցությամբ են հայտնաբերվում։ Այդպես շատ ունենք հիվանդներ, որ բոլոր օրգանները հետազոտում են, բացի Վահանաձև գեղձի։ Բաց թողնենք, 2 տարի հետո գա այդ հանգույցը շատ մեծացած չլինի։ Երեխաների քաղցկեղը Վահանաձև գեղձի շատ ագրեսիվ է։ Բարզես, ես Սավետ Վարդանյանն եմ, Մեդիկարմի հիմնադիր տնօրենը, դիմացնոտային վիրաբույժ մի հրաշք մարդ։ Իրականացնելու ենք այսօր խոսակցություն, հետազոտություն։ Չէ, լավ է կատակ։ Այսօրվա մեր թեման լինելու է Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտումը։ Բարզես, դոկտոր Էլեն ջան։ Բարև, ոնց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Կուզեմ կարճ կամ երկար ոնց արմարա ներկայացնեք ձեզ։ Բժիշկ ճառագայթաբան 17 տարվա փորձով աշխատում Da Vinci կլինիկայում։ Շատ լավ։ Ուրեմն սկսենք միանգամից մեր ոդքասթը։ Եկեք քննարկենք Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտման ժամանակ հիմնական սխալ մեկնաբանությունները, որոնք են։ Մի քիչ լայն թեմա է։ Լայն թեմա է, իրականում, բայց բավականին հաճախ որ հանդիպում է, հաշվի առնելով, որ մեր կլինիկա հիմնականում դիմում են արդեն երկրորդ կարծիքի համար եւ իրոք շատ է լինում պատասխաններ, որ ես տեսնում եմ եւ բնականաբար կան շատ սխալներ եւ սխալները հիմնականում դա կամ ծառած դասակարգման հետ է կամ ավշահանգույցների բաց թողումների, որը որ շատ անտեսված է այդ թեման առհասարակ, քանի որ Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն ասելով շատերը բառացի դա հասկանում են միայն Վահանաձև գեղձի ուլտրաձայն, բայց Վահանաձև գեղձի ձատ պետք է հետազոտել ամբողջ պարանոցը։ Ես օրինակ այդպես եմ կատարում, ամբողջությամբ դա թքագեղձերն են, պարանոցային ավշահանգույցներն են, հարվահանաձև գեղձերն են եւ բնականաբար արդեն Վահանաձև գեղձը, հանգույցները եւ այլն։ Ամենահաճախը դա է խնդիրը, որ ավշահանգույցների բաց թողումը քաղցկեղի ժամանակ եւ դա շատ կարևոր նշանակություն ունի հետագա բուժման համար հիվանդի, այդ իսկ պատճառով օրինակ շատ կուզենայի, որ դրան ուշադրություն դարձնեն իմ գոլեգաները եւ իհարկե ծառած դասակարգումը եւ վերջին տվյալները հաշվի առնելով շատ փոքր հանգույցները նույնպես չուղարկեն պունկցիաների մինչեւ 1 սանտիմ 1.5 սանտիմետրանոց մենք կարող ենք հետեւել եթե ավշահանգույցները նորմալ վիճակում են բայց կրկին անգամ այդ ավշահանգույցը գնահատելու համար պետք է լինի փորձ պետք է լինի գիտելիք հասկանան, որ կան խմբերը հերթականությամբ նայվի եւ նոր նշանակվի տվյալ հիվանդին հսկողություն։ Քանի որ կարող է լինել մուտացված քաղցկեղ, այսինքն դա ավելի ագրեսիվ տեսակ է եւ ունենում է բավականին արագ մետաստազավորում։ Դա է մի հատ հարց, օրինակ ես դիմացանոթային վիրաբույժ եմ ու պարանոցայի կողմնային ու միջային կիստաները իրանք շատ ուշ են հայտնաբերվում։ Այո։ Օրինակ ինքը Վահանաձև գեղձի հետազոտման ժամանակ ինչքանով է հայտնաբերվում ու չարագոյացությունների հետ դրանք շփոթում են մարդիկ թե ոչ։ Լինում են դեպքեր էկտոպիկ գեղձ կարող է գրեն լինում է մետաստազ կարող են նկարագրած լինել որպես 6-րդ խմբի բայց հազվադեպ այդ լինում են եղել են նման դեպքեր ասեմ որ ոչ միայն կողմնային կիստաների հայտնաբերում այլ թքագեղձի գոյացությունների հայտնաբերում էլ է շատ լինում պատահական գալիս են Վահանաձև գեղձի ուլտրաձայնի, բայց ասենք կարող է Վահանաձև գեղձը լրիվ նորմալ լինի, բայց հայտնաբերվի թքագեղձի ադենոմա, եւ արդեն բնականաբար դիմացնոտայիններն են արդեն զբաղվում այդ հիվանդներով։ Այո, այդ իսկ պատճառով պետք է համալիր մոտենալ այդ հարցին։ Մի հատ թիրացից խոսացինք, ուզում եմ մի քիչ մանրամասնեք թիրացը ու նոտրացը։ Տետերացը ամբողջ աշխարհում հիմնվել է որպեսզի ճառագայթաբանը ուղիղ կապ ունենա թերապևտների եւ օնկոլոգների հետ, այսինքն դա հասկանալի լեզու է, այսպես ասենք բժշկական, որպեսզի մենք մեկը մյուսին հասկանա։ Կնեք դա եվրոպական թե ամերիկյան դասակարգումն է։ Երկուսն էլ, իրանք տարբերությունը շատ քիչ է, իրականում հիմա Հայաստանում ավելի շատ ամերիկյան դասակարգման ենք տեղ տալիս, որովհետեւ ըստ ստատիստիկ տվյալների ամերիկյան դասակարգման ժամանակ
ժամանակ ավելի քիչ են անհարկ պունկցիոն բիոպսիաների անհրաժեշտություն, այսինքն պունկցիոն բիոպսիաները ավելի քիչ են անում, ավելի տեղային, ավելի արդյունավետ է։ Բայց այնպես չի, որ եվրոպականը ինչ որ թերի է։ Ես եվրոպական օրինակ ծառացնել բավականին համարում եմ կայացած եւ շատ լավ աշխատող։ Նոդրացի մասին դա ավշահանգույցների վերաբերվող դասակարգում է նույնպես որպեսզի բժիշկները հասկանան թե սոնոգրաֆիստը ինչի նկատի ունի։ Օրինակ նոդրաց 4-ը դա ինչ որ կասկածելի ավշահանգույց է, որ պետք է պարտադիր ուղարկվի բիոպսիայի։ Դա մշակվել է այս վերջին տարիներում բավականին շատ ակտուալ դառել, բայց շատ կիրառվող է եւ ելի եմ կրկնվում ակտուալ վահանաձև գեղձի խնդիրների պարագայում, հատկապես քաղցկեղի։ Իսկ քաղցկեղները ինչքան հարաբերակցությամբ են հայտնաբերվում։ Քաղցկեղները ամենաշատը, դե բնականաբար դիֆերենցված տեսակները պապիլար կարցինոման է, ֆոլիկուլարն է հանդիպում, մեդուլյարը դե ավելի քիչ, անապլաստիկը շատ ավելի հազվադեպ է, բայց ինքը ամենաագրեսիվ տեսակն է, բոլորս գիտենք։ Ամենահաճախը պապիլար կարցինոման է եւ բարեբախտաբար ունենք լավ պրոգնոզներ, այսինքն ունենում ենք շատ լավ արդյունքներ, եթե ժամանակին էլ հայտնաբերվում է, ավշահանգույցները ախտահարված չի լինում, ավելի իհարկե լավ։ Չնայած որ եթե մինչև 2 սանտիմ վերջին բոստոնյան տվյալներով մինչև 2 սանտիմետր եթե ունենք հանգույց եւ հաստատված պապիլար կարցինոմա է, չունենք մետաստազներ, կարող ենք հետևել նման հիվանդներին։ Այսինքն եթե կմեծանա գոյացություն ուռուցքը շատ կմեծանա կամ կապսուլային կհարի, նոր արդեն առաջարկվում է վիրահատություն։ Շատ լավ։ Այսինքն ճիշտ հասկացա, վահանաձև գեղձի հետազոտման ժամանակ ավելի շատ հենվում ենք սպասողական վիճակի, եթե սկզբնական շրջանում ալինում չենք ուղարկում մի անգամից մնացած մասնագետների մոտ։ Այս տարբերակում որ հասկանում։ Այստեղ շատ կարևոր նորբություն կա, դա կախված է ճառագայթաբանի հմտությունից, այսինքն ռադիոլոգը պետք է լինի շատ պրոֆեսիոնալ, որպեսզի բաց չթողնի ավշահանգույցների մետաստազները։ Մեծ մասը առաջնային ախտահարվում են հարշնչափողային ավշահանգույցները, որը դժվար է ավելի սոնոգրաֆիկ տեսնել։ Եվ նման պարագայում անգամ եթե ինքը մինչև 1 սանտիմետր է, եւ մենք ունեցել ենք նման դեպքեր, մինչև 1 սանտիմետր պապիլար կարցինոմա մետաստազով հարշնչափող գնում է վիրահատության։ Եվ կարող ենք ունենալ 2 սանտիմետր, որը չունենա ոչ մի մետաստազավորում, տակտիկան հսկողություն է։ Այսինքն այստեղ շատ բան կախված է թե ինչքանով է պրոֆեսիոնալ կատարվել ուլտրաձայնային հետազոտությունը, ըստ դրա է որոշվում տակտիկը։ Եվ իհարկե կատարվում է պունկցիոն բիոպսիա, հասկանում ենք թե ինչ տեսակի ուռուցք է, նոր ըստ դրա որոշում ենք հետևել թե ոչ։ Այո, որ ասում եք պունկցիոն բիոպսիա, հատկապես COVID-ի ժամանակ ռեանիմատոլոգները ինչ-որ միջամտություն անելուց, պարանոցի վրա հատկապես, երբ ինչ-որ շտապ բան պետք է անեին, սոնոգրաֆիկ ապարատով իրենց ուղղությունները մանեին գալիս, գտնում էին, որ չվնասեն անոթները։ Այդ մասնագետներին ինչ խորհուրդ կտաք, ոնց վարվեն տվյալ դեպքում, որ ճիշտ օգտագործեն սոնոգրաֆիկ անատոմիան, այսպես ասած, որ շտապա պետք է արագ անեն, իրենց փորձը բնականաբար սոնոգրաֆիստների նման չի կարա բարձր լինի, ոնց օգտվոնց ճիշտ կլինի։ Դա օգնում է այդ պարագայում դոպլերոգրաֆիկ ռեժիմը, միացնում ենք, տեսնում ենք անոթների հոսք, եթե կա արյան հոսք, ուրեմն դա անոթ է, բնականաբար պետք է շրջանցել։ Բայց ասեմ նաև որ պունկցիոն բիոպսիայի ժամանակ էլ է բավականին բարդ լինում, եթե լինում են ախտահարված յուգուլարիսի շրջանում մետաստազավորված ավշահանգույցներ եւ այն էլ կիստոզ դեգեներացիայով նույնպես մեզ դժվարանում է անոթին եւ այդ մետաստազը տարբերակել եւ նույնպես օգտագործում ենք այդ անոթային դոպլեր ռեժիմը, որը օգնում է։ Լինում են հանգույցներ, որոնք շատ դժվար հասանելի են, մետաստազներ, որոնք նույնպես 4-րդ խմբում կարող է լինել, 4-րդ մակարդակում անրակից վեր կամ անրակից մի փոքր ավելի ցածր, որտեղ որ գիտեք անոթային շատ առատ խուրձ է անցնում եւ երբեմն իրոք անհնարին է լինում։ Այդպես դեպքեր է լինում, որ լինում է պունկցիոն բիոպսիան անհնարին եւ ուղղորդվում է արդեն տվյալ պացիենտը վիրահատության։
Այսինքն դա վիրահատարանում, այո, արդեն վիրաբույժը տեսնում է, այո, ըստ սխեմայի արդեն ես աշխատում եմ, եթե նամանավանդ վիրահատող հիվանդը սխեմատիկ էլ իրեն նշեմ, քանի որ դա վիրահատարանում վիրաբույժին օգնում է այդ պահին, քանի որ մի քանի անգամ եղել եմ այդ վիրահատություններին, ինքը բավականին բարդ վիրահատություն է, որ բաց վիճակում դժվար է 5-6 միլիմետրանոց մետաստազը գտնել, իհարկե շատ դժվար է եւ այդ սխեման օգնում է իհարկե։ Լինում է ժամերով կարող է փնտրեն եւ վերջապես այդ սխեման օգնի իրանց գտնեն։ Այդ իսկ պատճառով սխեմատիկ էլ ես սիրում եմ այդպես աշխատել։ Ասեմ, որ աշխատել եմ նաեւ կրծքի այդ մամոգրաֆիկ հետազոտությունները երբ կատարել եմ, այնտեղ նույնպես միշտ նշում ենք սխեմատիկ։ Եվ դա օգնում է եւ վիրաբույժին եւ գիտեք հիվանդն էլ արդեն իմանում իր մոտ որ հատվածում է խնդիրը։ Սխեմատիկ, այսինքն դա բժշկի համար ավելի շատ սխեման, թե պացիենտի համար։ Մեր պարագայում վահանաձև գեղձի ինչու՞ չէ կրծքի բժիշկների, այսինքն ինչպես որ նոտրասնա, ծիրացնա, նույնը սխեմատիկ է սիրում եմ պատկերել, որպեսզի ավելի հասկանալի լինի պատկերավոր վիրաբույժի վիրահատության ժամանակ կամ մինչև վիրահատությունը մտնել բնականաբար բոլորը նայում են պատասխանները նոր են մտնում վիրահատարան որպեսզի ճիշտ տեղակայումը գտնեն այդ փոքր 5 մմ-անոց մետաստազների մասին խոսք գնաց ու հաշվի առնելով արհեստական բանականության զարգացումը օրինակ ռադիոլոգիայի մնացած ոլորտներում MRT կատ է, դրա ժամանակ շատ մեծ օգուտ է տալիս, բայց սոնոգրաֆիայի դեպքում արհեստական բանականությունը ոնց է աշխատելու, ոնց չի աշխատելու։ Գիտեմ, անկեղծ ես չեմ օգտվում, այդ միգուցե նոր ավարտ բժիշկներին դա օգուտ իրոք տա, բայց կարծում եմ երբեք արհեստական բանականություն չի կարող փոխարինել քո փորձը։ Եվ եթե մեկը մյուսին լրացնի, շատ լավ է, բայց միայն արհեստական բանականության վրա հիմնվելը կարծում եմ լուրջ խնդիրների կբերի հետագայում, թե բժշկի, թե պացիենտի համար։ Վահանաձև գեղձի պարագայում երբեք չեմ օգտվել, տեղյակ չեմ, բայց կրծքագեղձում գիտեմ, որ շատ են օգտվում, բայց էլի ռիսկերը շատ է։ Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մամոգրաֆիայի։ Բայց էլի բավականին շատ են ռիսկերը գիպերդիագնոստիկայի կամ գիպոդիագնոստիկայի, այսինքն միևնույն է պետք է ինչ-որ մի փորձառու մասնագետ, որ կուղորթի վերջնականապես էլի։ Դեմ չենք։ Վերջնական խոսքը բժշկինն է, այդ բարձա, բայց նկատի ունեմ օրինակ սարքավորումների վրա ոնց կարա ապագայում օգնի, թեկուզ կարող մեզ մասնագետներ լսեն, որ ինչ-որ մի նոր բան օրինեն։ Դե զարգանում է, գիտեք, գիտությունը կարող է եւ շատ լավ լինի, անկեղծ ասած, բայց չեմ կարող ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մարդկային ֆակտորը երբեք չի վերանա, որովհետեւ միևնույն է դա կարծում եմ անփոխարինելի է, քանի որ ինչքան էլ որ արհեստական բանականությունը պարամետրերով հաշվի ուռուցքի կալցիֆիկատա, հիպոեխոգենա, լայնակի, երկայնակի չափերը գոյությունի մասնագետ, որին տարիների փորձ եւ բազմաթիվ հիվանդների վրա հետազոտել է, հետազոտելուց հետո վիրահատվելուց հետո նաև հետևել է, դա միշտ պետք է հաշվի առնենք։ Լավ բան է, գիտությունը շատ լավ բան է արհեստական բանականությունը, բայց ես ավելի կողմնակից եմ, որ դա լինի համադրված։ Մանկական տարիքի կապ խնդիրների հետ կուզեմ մի հատ քննարկենք։ Մանկական տարիքում վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը ինչքանով է արդի ու ինչքանով են ախտաբանություններ հայտնաբերվում երեխաների մոտ։ Ասեմ, որ շատ լավ թեմա է, մանկական խնդիրները վահանաձև գեղձի ցավոք սրտի բավականին շատ են, աճել են։ Կամ դիմելիությունն է շատացել, իսկ ավելի շատ հետազոտող մասնագետների պրոֆեսիոնալիզմն է բարձրացել։ Պրոֆեսիոնալիզմը ցավոք սրտի մանկական հետ երեխաների հետ աշխատող ցավոք սրտի ցավով կարող է ասել, որ այդքան էլ բարձր չի, քանի որ մենք ունենում ենք շատ դեպքեր բացի թող վիճակներում։ Երեխաների քաղցկեղը վահանաձև գեղձի շատ ագրեսիվ է, ավելի քան մեծահասակի։ Այսինքն եթե մենք կարող ենք մեծահասակին ինչ-որ հանգույց ունենա եւ բաց թողնենք, 2 տարի հետո գա այդ հանգույցը շատ մեծացած չլինի չափսերով, երեխաների պարագայում այդպես չէ։
Երեխաների բարգան 6 ամիսն էլ ունի դա մեծ ժամանակ, այսինքն կորուստ է, եթե մենք դա բաց թողեցինք։ Եվ շատ անգամ այդ սկրինինգային սոնոգրաֆիկ հետազոտությունները, որ պոլիկլինիկաներում երեխաներին անում են, էլի չեն ֆիքսվում պարանոցի։ Ուղղակի մի հատ վահանաձև գեղձի վրա դնում են, իսկ մեծ մասի մոտ կա կալոիդներ, այսինքն հեղուկներ, այդպես ասած կիստային ավելի որ մատչելի լինի։ Այդ հեղուկային ներառուկները նկարագրում եւ ուղարկում են։ Կալցինատներ են լինում եւ այլն։ Լինում են դեպքեր, որ դիֆուզ տեսակնապապիլյարի չկա հանգույց, այսինքն կալցիֆիկատներով պետք է ավելի շատ առաջնորդվես իր մութանդառում պետք է։ Այո, ինդիվիդուալ է եւ երեխաների մոտ հավատացեք ավելի բարդ է։ Եվ դա է խնդիրը, որ շատերի մոտ բաց թողում լինում է։ Երեխաների մոտ էլ եմ կրկնում ցավոք սրտի ագրեսիվ է, այդ իսկ պատճառով պետք է էլ ավելի ուշադիր։ Ես ընդհանրապես կարծում եմ մարդու երեխայի հետ է աշխատում եւ մանկական բաժանմունքում է աշխատում, պետք է 3 անգամ ավելի պրոֆեսիոնալ լինի, քան մեծահասակների։ Դե։ Քանի որ դա բերում է իր հետևից շատ ավելի լուրջ բարդությունների։ Այսինքն մի վիրահատությունը, որ կարող է տևել 3 ժամ, տևում է 8 ժամ, որովհետև տոտալ ախտահարում է գնում լիմֆատիկների։ Մի մասնագիտության մեջ կա երեխան 2 օր ատամի ցավ նշի, 5-րդ օրը իր մոտ արդեն տարածում թարախաբորբոքային process լինի, այստեղ շատ համաձայն եմ ձեր հետ, որ պետք է շատ ավելի ուշադիր լինել երեխաների հանդեպ, բաց այդ մեր հասարակությունն էլ երեխայասեր հասարակություն է, ամեն մի մանրուք շատ ուշադիր, sense զննում ամեն մի քայլը բժշկի անգամ էլ։ Ուղղակի ծնողներ կան, որ էլ ավելի ուշադիր են լինում, չեն հիմնվում մեկ բժշկի կարծիքով, տանում են երկրորդ բժշկի կարծիքել են լսում եւ այդպես է շատ հայտնաբերվում։ Այսինքն եթե մեկ բժշկի կարծիքով լինի, շատ անգամ մենք ունենում ենք բաց թողումներ։ Ուղղակի դրա համար պետք է մի փոքր ավելի մանրակրկիտ մի քիչ հետազոտել, երկար հետազոտել։ Ես նաև հասկանում եմ մեր առաջին օղակի գոլեգաներին, իրենք ժամանակ չունեն, որովհետև այնքան ահռելի քանակ կա, որ հնարավոր չի 15 մի ժամվա մեջ ասկա 15 հոգու հետազոտես անհնար։ 15 րոպե մենակ ես մեկ այցելուին եմ տրամադրում։ Բնական է ինքը չի կարող 15 րոպե հետազոտել մեկ հիվանդ։ Այդ մենակ սովորական ուղղակի առողջ վահանաձև գեղձը զննելու համար, չէ՞։ Այո, որովհետև միայն վահանաձև գեղձ չենք տանում, նայում ենք պարանոց։ Պարանոց ընթանում։ Այո։ Ինչ է ասում ապացուցողական բժշկությունը քասկեղներից հետո վահանաձև գեղձի մնացորդային կամ պարանոցի ընդհանուր հետազոտման վերաբերյալ։ Դե սկսենք, եթե մասնակի է հեռացվում։ Օրինակ, ենթադրենք աճբուլթում եղել է գոյացություն, պապիլյար հեռացվել է, միայն ձախն է հիմա պահպանված, հետևաբար նման այցելուները, նման հիվանդները պետք է ամեն տարին մեկ անգամ անցնեն միշտ։ Այսինքն ոնց որ եւ բոլոր վահանաձև գեղձ ունեցող մարդիկ, քանի որ այնտեղ էլ կարող է հետագայում խնդիր առաջանալ։ Եթե վահանաձև գեղձը բացակայում է, մենք նշանակում ենք 3 տարի 6 ամիսը մեկ սոնոգրաֆիկ հետազոտություն, 3 տարին լրանալուն պես տարին մեկ անգամ, 5 տարին երբ լրանում է, արդեն մենք համարում ենք տվյալ հիվանդին առողջ։ Բայց բնականաբար, քանի որ ինքը խմում է հորմոն, արդեն պետք է իր էնդոկրինոլոգի հետ մշտական կապը պահի, հորմոնալ անալիզներ եւ այդ հորմոն TSH հորմոնը միշտ պետք է լինի նորմայի մակարդակում։ Այսինքն առաջին 5 տարի մենք սուպրեսիա ենք անում, պետք է քիչ լինի, նվազեցնում են, դե չեմ ուզում ես խորանալ այն էնդոկրինոլոգների, էնդոկրին վիրաբույժների գործին, հա, բայց առաջին 5 տարին է եւ եթե առաջին 5 տարին ամեն ինչ նորմալ է լինում, հետաստազավորում չի լինում, մենք համարում ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Իսկ այսպեսի մի հարց վահանաձև գեղձի հետազոտման ժամանակ որքան է հանդիպում դեպքեր, որ արդեն պետքա, ասենք, հենց շտապ արդեն վիրահատություն է, բայց մարդը գանգա չի նշում, ինքը իրան առողջ է համարում, բայց հետազոտման ժամանակ հայտնաբերվում է ինչ-որ բան, այստեղ ոնց է ցուցումը դրվում ավելի շատ ձեր կողմից, թե վերջնականը վիրաբույժն է մեկը ասելու։ Նայեք, եթե մեծ մասը այդպես է լինում է, որ գալիս են ոչ մի գանգատ չեն ունենում,
հատկապես ուռուցքով հիվանդները, ուզում ասել նաև հորմոնալ անալիզներ, լավ թեմա է նաև դա ուզում շեշտել, որ շատ էնդոկրինոլոգներ ուղարկում են հորմոնալ անալիզների, լինում են նորմալ հորմոնները, իրենք էլ չեն էլ ուղարկում սոնոգրաֆիկ հետազոտման, մտածելով, որ ֆունկցիան լավ է, նորմալ է, ուրեմն խնդիր չունի մարդ, բայց միշտ պետք է զուգորդված լինի, այսինքն եւ սոնոգրաֆիան եւ անալիզները պետք է միասին կատարվի, որպեսզի լիարժեք լինի հետազոտությունը։ Եվ շատ անգամ գալիս են պացիենտներ, ասում են մենք արել ենք հորմոնալ անալիզներ, միշտ նորմալ է եղել, խնդիր չենք ունեցել, չենք եկել սոնոգրաֆիկ հետազոտման։ Եվ այդ ժամանակ մենք հայտնաբերում ենք սոնոգրաֆիկ այդպեսի մեծ կարող են հանգույցներ լինել, կարող են նաև մետաստազներ արդեն լինել եւ այս դեպքում արդեն մեր պատասխանի վրա է բնականաբար հիմնվում վիրաբուժը, եթե կա 3-րդ, 4-րդ խմբում ախտահարված լիմֆատիկներ, բնականաբար գնում արդեն պունկցիա եւ լիմֆատիկից եւ առաջնային օջախից եւ տակտիկան արդեն որոշում է վիրաբուժը, թե ծավալ ինչքանով պետք է հեռացնի։ Այսինքն ցիտոլոգիան, բոլոր հյուսվածքային հետազոտումները եւ վերջնական արդեն վանաձգեղձի հետազոտությունը ու վիրաբույժի հսկողությունը կամ վիրահատությունը։ Ինչքան ժամանակ նշեցիք, որ պետք է վիրահատությունից հետո հետ գային ու զնվեն։ Ամեն 6 ամիսը 1-3 տարին, իհարկե վերջին տվյալներով էլի ամերիկյան Բոստոնի վերջին կոնգրեսին իրանք շատ ավելի թեթև են վերաբերվում պապիլյար կարցինոմային։ Ասում են կարող եք առաջի 6 ամիսի հետևենք, եթե նորմալ է տարին 1 անգամ անել։ Բայց հին շկոլան ավելի ռուսական sense ասեմ դպրոցը մեզ ասում է 6 ամիսը 1։ Ես գտնում եմ, որ ամեն դեպքում ապահովությունը ամենալավ բանն է։ Եվ այո, 3 տարին կարելի է 6 ամիսը 1 անել եւ հետո տարին 1 անգամ մինչեւ 5 տարին կլրանա։ Եվ իհարկե դրա հետ մեկտեղ եւ հորմոններ եւ թիրոգլոբուլինը ամբողջը արդեն պետք է հետևի էնդոկրինոլոգը կամ օնկոլոգը։ Ցիտոլոգիան ու վանաձգեղձի բարնոցի հետազոտությունները եթե գալիս են իրար հակադարձ պատկերներ, այս դեպքում ոնց վարվել։ Այդպես դեպքեր շատ են ունենում, երբ ռադիոլոգը տեսնում է ինչ-որ խնդիր, բայց ցիտոլոգիան կարող է բարվորակ տալ կամ ոչ բավարար։ Դա կախված չի, որ ցիտոլոգը կամ պունկցիա անող բժիշկը վատն է կամ լավ չի արել։ Ուղղակի երբեմն լինում է, որ նմուշը քիչ է լինում, երբեմն լինում է, որ շատ առատ արյունամատակարարում է ունենում հանգույցը եւ արյունային է լինում։ Այո։ Եվ ստիպված ենք լինում կրկնել այդ պարագայում։ Եթե կրկնում ենք, էլի բարվորակ է գալիս, ուրեմն հանգիստ ենք թողնում, բայց եթե լինում է հաստատվում է ռադիոլոգի վախերը, այսպես ասած, ուրեմն արդեն բնականաբար գնում է հետագա արդեն կամ վիրահատության կամ հսկողության այդ հիվանդը, բայց նման դեպքեր շատ են լինում, հատկապես հին կոլոիդ հանգույցները տալիս են տիրած 5 կարող ենք տալ ու շատ է լինում նման դեպքեր, այսինքն բավականին ինքը հին է լինում, խիտ է լինում, մածուցիկ եւ ռադիոլոգը ըստ իր ռադիոլոգիորեն 5 է դնում եւ դա նորմալ է, ճիշտ է, բայց ցիտոլոգը հենց առաջին պայից երբ վերցնում է նմուշը, մենք տեսնում ենք, որ հեղուկ է, մածուցիկ, արդեն հանգիստ ենք, որ գալու է հաստատ բարվորակ։ Ուզում ասել նաեւ մեր պացիենտներն էլ որ չնեղվեն, նաեւ շատ անգամ նեղվում են, որ մենք ստրես տարանք 5 եղավ պատասխանը ռադիոլոգի, բայց փաստորեն բարվորակ էր, ես միշտ այդ դեպքերում ասում պետք է ուրախ լինեք, որ ամեն ինչ նորմալ է։ Իհարկե, այսինքն ոչ նա է սխալ, ոչ նա, ուղղակի այդպես է կան այդ կրիտերիաներ եւ այդ մշակվել է ծիրացը ոչ իմ կողմից, ոչ մյուսի կողմից, դա ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետք է այդ ամեն չափանիշները հաշվի առնելով նոր դնել այդ ծիրացը։ Զինվորական հոսպիտալում երբ որ ես արդինատոր էի, բաժնեղակահարը Կարեն Ֆիրդուսը, պացիենտ էր դիմել իրան, Պարնոցի վրա վահանաձգեղձի շրջակայքում ուռած գոյացություններ, ուռուցիկ sense շոշափելիս փափուկ մոտավոր եմ հիշում հիմա, ասել էին որ պետքա պունկցիա անեն, ցուցում էր դրվել էնդոկրինոլոգի կողմից, ասել էին լավ եկավ այդ մարդը պունկցիան արեցինք, մի փոքր արին դուրս եկավ, ու վերջ։ Այդ գոյացությունը կորավ, այդ մարդն շատ գոհ ու երջանիկ գնաց այդտեղից։
Դա եղել է արյունազեղված հանգույց։ Հա, այդ բայց կարող է ինքը մի ամիս հետո գա էլի կրկնվի։ Հա, այս դեպքում օրինակ ես դիմացինության վիրաբույժ եմ։ Ես օրինակ չեմ առնչվում շատ նման բաների հետ։ Իմ համար շատ հետաքրքիր դեպք է, ուսած մի քիչ հարցական մնաց հետո գրքերով ուսումնասիրեցին, որ կարող լինի արյունային ինչ-որ գոյացություն։ Այս դեպքում արդեն էնդոկրին վիրաբույժների մոտ պետք է ուղղորդվի մարդը, որ գիտեմ այրի կամ չգիտեմ ինչ մեթոդ։ Այո, իմիջիայլոց մեր կլինիկայում դա կիրառվում է ռադիոաբլյացիան։ Ռադիոաբլյացիան ինքը շատ լավ էֆեկտ է տալիս, բայց պետք է ընտրողաբար մոտենալ կոնկրետ որ հանգույցների դեպքում։ Կատարում ենք շատ լավ, ունենք լավ արդյունքներ, բայց դա որոշում է վիրաբույժը վերջնական, թե որ հանգույց ուղարկի ռադիոաբլյացիայի, որը որ վիրահատվի։ Իսկ առհասարակետ արյունազեղված հանգույցները իրենք շատ հաճախ կրկնվում են եւ ի վերջո վերջնական այո իրենց լուծումը ցավոք սրտի դա վիրահատություն է, որպեսզի չկրկնվի։ Քանի որ ինքը հետո կոսմետիկ դեֆեկտ է առաջացնում, հատկապես կանայք շատ են նեղվում, կանանց մոտ է բնականաբար 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում վահանաձև գեղձի խնդիրները եւ տվյալ պարագայում եթե արյունազեղված հանգույց է, այո, էնդոկրին վիրաբույժն է զբաղվում եւ վիրահատություն է վերջնական։ Եթե հնգյակ առանձնացնենք, որն են top 5 հիվանդությունները, այսպես ասած, որ հայտնաբերվում են հենց առաջնային հետազոտության ժամանակ։ Հաշվի առնելով, որ մենք հայ ենք եւ հին ազգ ենք, հաշվի առնելով մեր գենոտիպը կարող եմ ասել, որ ավելի շատ աուտոիմուն թիրոիդիտն է հանդիպում։ Երկրորդ տեղը հանգույցներն են, արդեն բարվորակ հանգույցները։ Երրորդ տեղում երևի թե երևի թե արդեն 5 չեմ կարող ասել, եկեք եռյակ ասեմ։ Աուտոիմուն թիրոիդիտը եւ դիֆուզ փոփոխությունները։ Այսինքն կա դիֆուզ փոփոխություն, բայց չկան հանգույցներ եւ ոչ շատ մեծացած է չափսերով, դա ամենահաճախն է։ Եկեք երկրորդ տեղը կդնենք աուտոիմուն թիրոիդիտը, երրորդ տեղը բարվորակ հանգույցները, լավ, չորրորդ տեղը արդեն կլինի չարվորակը։ Բարեբախտաբար ավելի հազվադեպ է։ Այո։ Մեկը սեռով պայմանավորված, օրինակ հատկապես կանանց մոտ է, չէ՞։ Աուտոիմուն նկատվում։ Այո։ Տղամարդկանց մոտ, եթե չեմ ցավում, Հաշիմոտոն է, չէ՞։ Տղամարդկանց մոտ է, կանանց մոտ է Հաշիմոտոյի թիրոիդիտը հանդիպում է, բայց կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում նույն Հաշիմոտոն, քանի որ մենք կանանց մոտ այդ հորմոնալ փոփոխությունները շատ են եւ հորմոն կախյալ օրգանները, այսինքն վահանաձև գեղձ, կուրծ, գինեկոլոգիա, այդ ամենը հաշվի առնելով եւ ինձ թվում է մեծ նշանակություն նաեւ Պսիխոտիպը կանեք ավելի էմոցիոնալ են։ Այո։ Իսկ այս դեպքում տղամարդիկ երբ կարիք ունեն հետազոտման։ Ենթադրենք իրանք առողջ են, ինչ որ հորմոնալ փոփոխությունը, որ չեն կարող գտնել, մի հատ ասում են, գնա մի հատ ստուգվի վահանաձև գեղձի համար։ Այ որ չգա դրան, տղամարդիկ երբ դիմեն իրանք իրանց կամքով։ Կարծում եմ այդ սկրինինգային ընդհանրապես ծրագրերը ամենալավն են անկախ սեռից տարիքից երեխա կլինի կին կլինի տղամարդ թե մեծահասակ տարին մեկ անգամ անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն վահանաձև կլինի վահանաձև գեղձ կլինի որովայն փոքր կոնք կապ չունի դա մեզ եւ իրենց ապահովում է հետագա բարդություններից Իսկ քաղցկեղները ավելի շատ կանանց թե տղամարդկանց մոտ են հանդիպում։ Կանանց մոտ 3 անգամ ավելի հաճախ։ Կանայք այս առումով տուժած են շատ։ Հապսս իհարկե։ Այսինքն առաջին տեղում երեխաների մոտ ագրեսիվությունը երեխաներ եւ մեծահասակների մոտ 60-ից տարիքի անձանց մոտ է բավականին ագրեսիվ է, բայց ի ուրախություն մեզ նաեւ հեշտ է լուծվում է, իսկ ռադիոթերապիաները, եթե լինում է հեռակամետաստազավորում ոսկրեր կամ թոք այդ պարագայում լինում է լավ արդյունք երեխաների մոտ էլ մեծահասակների ցավոք սրտի ոչ միշտ չեմ կարող ասել միշտ բայց ստատիստիկ լավ տվյալներ ունենք իսկ ծախսարդյունավետության մասը մի հատ ուզում քննարկենք որովհետև շատ մարդիկ չեն դիմում զոտ հետազոտման, որովհետև մտածում են ինչ-որ շատ թանկ հետազոտությունը վահանաձև գեղձի պարոնոցի կամ ընդհանրապես սոնոգրաֆիկ հետազոտությունը տարեկան մեկ անգամ շատ թանկ է կամ իրանց ինչ պետք է կպնի Դե այդպես շատ ունենք հիվանդներ, որ բոլոր օրգանները հետազոտում են, բացի վահանաձև գեղձից, այս վերջերս էլի ունեցանք
հղի, որը որ էկոներից հետո հղիացել է եւ երբեք վահանաձև գյուղ չի ստուգել։ Եվ հիմա ունենք պապիլար կարցնումը հաստատված, ցանկալի հղիություն է, երկար սպասված հղիություն է եւ այսպես ասած սեփական ուժերով հղիություն է։ Եվ հիմա արդեն էնդոկրին վիրաբույժներ պետք է որոշեն տակտիկան, բայց կարծում եմ մենք կհետևենք երևի թե ծննդաբերությունից հետո արդեն այո նոր կվիրահատվի։ Ու ինքը բավականին լինելով շատ այսպես գրագետ եւ բանիմաց աղջիկ միշտ զարմանում է որ բաց է թողել։ Այո, այդ խնդիրը կա մեզ մոտ միշտ վահանաձև գեղձ, չգիտեմ ինչի մտածում են դե ինչ պետք է, լավ հորմոնները նորմալ է։ Դա զոբով չունի։ TSH-ը նորմալ է, всё պետք չի դա էլ հետազոտել, բայց սոնոգրաֆիան անպայման պետք է անել։ Այս թվում մեզ նայողները արդեն մի քիչ կվախենան։ Պետք չի վախենալ, չեմ ուզում վախացնել, բայց պետք է ստուգվել։ Վախը այդ միջոցներից մեկն է, որ կանխարգելում է։ Հիվանդները շատ ասում են դուք մեզ վախացնում եք, ասում եք անդադ հետազոտվեք, բայց կարծում եմ ավելի լավ է մի քիչ վախենալ, հետազոտվել, առողջ ապրել, քան բաց թողում ունենալ։ Բայց անարդարության աղջիկները կանայք ավելի շատ են հետազոտվում առհասարակ, քան տղամարդիկ։ Այո։ Ես իմ օրինակով ասեմ, ես իմ վահանաձև գեղձը երբեք չեմ Համեցի, Ավետ ջան։ Ամյոր աչքիս գա։ Բավականին իմիջայլոց այո, մեծ մասը մեզ մոտ կանայք են եւ դրանով պայմանավորված որ խնդիրները շատ են, բայց նաեւ ասեմ որ այն տղամարդիկ ովքեր որ ունեն խնդիր, իրանք ուշ են գալիս։ Այսինքն այդ 6 ամիս երբ նշանակում ես հաստատ 6 ամիս չէ, մի տարի հետ, հա, տարի ու կես հետո նոր գալիս է, ասում հազիվ ինձ տրամադրեցի որ գամ։ Հետո տղամարդիկ մի քիչ վախկոտել են հետել կա։ Պունկցիոն բիոպսիաների ժամանակ կանայք շատ ավելի adekvat են իրենց դրսևորում, քան տղամարդիկ։ Անգամ երեխաները ավելի համբերատար են, անկեղծ տղամարդկանց մոտ մի քիչ այդ վախը շատ է։ Հա, ասեղներից հատկապես վախը տղամարդկանց մոտ է։ Կան մարդիկ ասում են ինձ կարող եք անզգայացնել դեռ անեստեզիայի տակ արեք, հա, որ ասենք բայց ծակոց է ընդամենը, տենց ցավոտ process չի ինքը իրականում, էլի։ Դե արդեն հոգեբանական ծանր բեռը մարդը իր վրա գրում, փոքր ժամանակ տեսել է ասել, վախեցել է ասեղից, ունեցել ենք այդպես դեպքեր ունեցել ենք իրոք, որ ստիպված է եղել մեր ցիտոլոգը ընդհանուր անզգայացման տակ կատարի ֆունկցիա։ Այդ երկրով է գործը, փոքր բան է միջամտությունը, բայց լավ, այդ մարդկանց մաղթեն կարիություն, որ այդ վախը հաղթարեն ու գան հետազոտման։ Ծախսահարությունավետության մասին քիչ ավելի խորանանք, որ համել բժիշկների կողմից մի հատ թերացում կա իմ կարծիքով, որ պրոպագանդան շատ քիչ է։ Օրինակ պոլիկլինիկաներում գրիպի եւ այլն պատրաստումների համար մեծ գումարներ են ծախսվում, մեծ բյուջե է տրամադրվում, ամբողջ եթերով լցվում այդ ամեն ինչը, բայց վահանաձև գեղձի պարանոց ընդհանրապես սոնոգրաֆիկ հետազոտության մասով քիչ է։ Ոնց կարելի է գալ այն կետին, որ բոլոր մասնագետները, բոլոր ռադիոլոգները սկսեն խոսալ այս թեմայից։ Ես անձամբ չեմ հանդիպել այդքան ակտիվ լսարան չէ, բժիշկների, ովքեր խրախուսում են դա։ Այս ոնց բերենք շրջադարձի ասենք։ Շատ ցավոտ, բայց շատ ճիշտ թեմա է Ավետ ջան, ասեմ, որ շատերը դա չեն համարձակվում բարձրաձայնել, հիմա դու բարձրաձայնեցիր դա։ Մի քիչ եթե փակագծերը բացեմ, ասեմ այսպես, որ շատ ճիշտ է, հաշվի են առնում, որ անալիզ տվյալները, այսինքն նորմալ է, վահանաձև գեղձի ֆունկցիան խախտված չէ, լավ, ավելի լավ է այդ գումարել մի տուր սոնոգրաֆիայի մի գնա, արի դու սա արա, այսինքն դա այո բժշկի մեղքն է, ինչ որտեղ երևի թե հիվանդի այդ ֆինանսական կարիքները, որպեսզի թեթևացնի, մտածելով այդպես, չի ուղարկում, բայց դա սխալ է։ Իրականում այդ բաց թողումը հետո իր սխալն է լինում։ Եթե 2 տարի անց ինչ որ խնդիր է լինում, նամանավանդ պապիլար կարցինոման, չարվորակ ուռուցքները վահանաձև գեղձի, դա 1 տարում չեն զարգանում, մեծահասակների մասին է խոսքը գնում։ Դա տարիներ է պետք, որպեսզի դա զարգանա։ Եվ եթե հիվանդը ասում է, ես 1 տարի առաջ հետազոտվել եմ, չի եղել, ուրեմն դա բաց թողում է, հաստատ։
չի կարող չլինել, գոնեն փոքր 3-4 միլիմետրանոց ինչ որ մի բան պետք է լիներ այնտեղ։ Դե դա էլ կապված է նաև սարքերի հզորությունից, շատ անգամ մեր առաջնային օղակները չունեն բավականին այդ լավ արդյունավետ հետազոտման սարքերը, ծանրաբեռնվածությունը կրկին անգամ նշում, ամեն ինչը միասին, բայց այդ մշակույթը մենք պետք է մշակենք այո սոնոգրաֆիկ հետազոտությունը անել ամեն տարի, գոնե մեկ անգամ եթե դուք առողջ եք եւ չունեք գանգատներ։ Հիշեմ որ գամ։ Ես էլ գործով չընկնեմ մնացածի պես ու մոռանամ։ Եկեք խոսանք նաև մարտի 9-ից 20-ը դասընթացի մասին, Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտման արդի մոտեցումները թեմայով դասընթացը, որը ՇՄԶ կրեդիտավորված է 18 կրեդիտ է տրամադրվելու, մասնակցելով դասընթացին մեր բժիշկները ինչ կսովորեն, ինչ կիմանան, ինչ նորություն կձեռք բերեն։ Ասեմ, որ դասընթացի տեսակով եզակի է։ Մեր կլինիկայում 90% հետազոտվող ռադիոլոգիական այցելուները դա Վահանաձև գեղձի խնդիր ունեցող այցելուներն են։ Այսինքն Հայաստանում քիչ կլինիկա կա, երևի թե եզակի, որ 90%-ը երբ գալիս է բժիշկը վերապատրաստման, տեսնում է 90%-ը Վահանաձև գեղձի պաթոլոգիաները։ Դա կլինի նախավիրահատական սոնոգրաֆիկ հետազոտություն, հետվիրահատական, որը նույնպես շատ կարևոր է, ինչպես նաև ընդհանուր վարումը եւ հանգույցների գնահատումը, այդ ծրած համակարգը եւ առհասարակ դեպքերի անհատական քննարկումը, ինչպես նաև մենք ունենալու ենք 5 кейսերի քննարկում, այսինքն հետաքրքիր դեպքերը, որ ես առանձնացրել եմ, մենք դա քննարկելու ենք, ասեմ, որ այս դասընթացը եզակի է եւ վերցվել է ամբողջ տարբեր երկրներից վերցված գիտելիքներ, ասենց ասեմ, որի ընթացքում ես վերապատրաստվել եմ, բավականին երկար ուսումնասիրել եմ եւ մի քանի մասնագետներից ոնց որ ամեն մեկից ինչ որ մի բան սովորելով բերել եմ, ամբողջացրել եմ եւ հիմա ավելի հեշտ մատուցելու եմ իրենց, որպեսզի իրենք գան, սովորեն եւ ավելի ուշադրություն դարձնեն այն կարեւոր բաների վրա, ինչը որ միշտ բաց են թողնում։ Հետևաբար իրոք շատ հետաքրքիր է լինելու, եզակի է լինելու եւ կարծում եմ, որ ով չմասնակցի շատ մեծ բան կկորցնի։ Ցավոք սրտի իմ ժամանակ նման դասընթացներ չի եղել, այն էլ կրեդիտներ չի եղել։ Հիմա համ կրեդիտավորված է, հա, ինչու ոչ, համ կրեդիտավորված է, համ լավ գիտելիք են ստանալու են փորձ։ Եվ փորձը անմիջապես հիվանդների հետ շփվելով, իրենք էլ են շփվում, հարցեր են տալիս այդ հիվանդներին, իրենց հետաքրքրող հարցերը ինձ են տալիս։ Մի խոսքով դա ասենց ընդհանուր գալիս է մի հատ շատ արդյունավետ դասընթաց է դառնում իրականում, որի օրինակ պակասը ես միշտ զգացել եմ, բայց բարեբախտաբար հիմա այդ հնարավորությունը կա եւ ես անմնացորդ եմ տալիս այդ գիտելիքը իրենց եւ կարծում եմ պետք է մասնակցել, եթե դուք ուզում եք զբաղվեք Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտմամբ։ Դոկտոր Էլեն, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դասընթացի մասին ինֆորմացիան կարող եք գտնել medicarm.am կայքից, մեր Instagram-յան, Facebook-յան էջերից։ Բաժանորդագրվեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք նման հետաքրքիր այլ զրույցներ։